Դասագրքերում հայի հանդեպ ատելություն, քնած հային սպանողի հերոսացում։ Այս մթնոլորտում Ադրբեջանին տարածք զիջելով խաղաղություն ակնկալել անլուրջ է, համոզված է ադրբեջանագետը։ 2016-ի դրությամբ Ադրբեջանը ավելի ավտորիտար է, քան եղել է մինչ այդ իր նորանկախ պատմության շրջանում։ Սահմանադրական փոփոխությունը ամրապնդեց Ադրբեջանի իշխող էլիտայի դիրքը, ասում է ադրբեջանագետը։ Մեջբերում Բլումբերգի հոռետեսական գնահատականը մանաթի կայունացման մասին։ Այնպես որ նրա համոզմամբ Ալիևը կշարունակի խաղարկել Ղարաբաղյան քարտը։ Աճել է նոր սերունդ, որ կարողացել են ի վերջո ապացուցեն, որ պատերազմի վտանգը ոչ թե պատճառ է հեռանալու, այլ պատերազմի վտանգը պատճառ է երկիրը սիրելու եւ պաշտպանելու։ Հենց այս սերունդն է Լարիսա Ալավերդյանի վաղվա հույսը։ Խաղաղության ու կարգավորման հեռանկար չբացող ընդհատված բանակցությունը նրա համոզմամբ ընթացքի մեջ կդնեն նոր դեմքերը, այլընտրանքային մոտեցումներով։ 25 տարի անցել է, չճանաչված պետությունների հանդեպ աշխարհի վերաբերմունքը փոխվել է, առաջին նախագահը մնացել է հին թեզերի առջև, ասում է Լարիսա Ալավերդյանը։ Արցախի հարցի կարգավորման նրա զիջողական դիրքորոշումը այսպես է բնորոշում. Քաղաքագիտական առումով ոչ հասուն մտքի արգասիկ է եւ աշխարհ ընկալման առումով դա գավառականության դրսևորում է։ Հիշեցնում է հայտնի պատերազմ թե խաղաղություն լրջանալու պահը հոդվածը, ասում դա կոչ էր Ադրբեջանին պատերազմը վերսկսելու։ Իրավիճակը 94 թվականի զինադադարից հետո, երբ կնքվեց, թե քաղաքական էլիտաների առումով եւ թե հասարակությունների առումով լուրջ փոփոխություններ է կրել։ Ու խոսել նման զիջումների մասին ճիշտ չէ։ Ադրբեջանագետն ընդգծում է, պետք է մտածել ոչ թե զիջելու, այլ միջազգային իրավունքին համահունչ ինքնորոշման գործընթացն առաջ տանելու մասին։ Աննա Բալյան, Տիգրան Բաբայան, Առաջին ալիք։